Ողջույն, օգոստոսի 20-ն է։ Ես են Ծարավ աղբյուրի վերջի նորակառույց շենքերն են։ Ստեղ առանձնատներ են։ Այս ահագին մեծ ռայոն է ստացվել, փաստորեն սենց նորակառույցներով։ Այն շենքը, որ երևում է բարձրահարկ, Քարի ինստիտուտն է, այդտեղից էի նկարում ես։ Կողքնել են կիսակառույց հյուրանոցի շենքն է երևում։ Եռանկյունի տանիքով։ Այս կանաչ դաշտը, որ երևում է, ֆուտբոլի ակադեմիան է ու կանաչ տանիքը։ Այստեղ փաստորեն այդ շարունակվում են, այստեղ առանձնատներ են, այս մեկն էլ կառուցվում է, այստեղ էլ են առանձնատներ, երկու հետ, սենց հետ գնալուց մի հատ նորից կնկարեմ, ավելի լավ կպատկերացնեք այս թաղամասը։ Ստեղ մտնում ես փաստորեն Ծարավ աղբյուրից կամ Play City-ից։ Հեսա հետ են գնում այդ թաղամասը։ Այս մի շենքը են աստիճանի նման։ Մի վաղտ պոլիտեխնիկինն էր, հիմա ինչ անունն է, տեղյակ չեմ։ Ու մոտենում ենք ֆուտբոլի ակադեմիայի դաշտին։ Էսը էլ ակադեմիան է։ Այս տանիքը, որ երևում է, այդ տրիբունան է, դες փոքր մի հատ տրիբունա է։ Այս այդ նորակառույց շենքերն են։ Այս հիմա մենք Ծարավ աղբյուրին զուգահեռ փողոցի վրա ենք, չէ՞ լավ։ Ծարավ աղբյուրը այն կողմն է, այս Play City-ն ենք անցնում։ Ու սենց դուրս են գալիս Աճարան, այս սպիտակն է նորակառույց հյուրանոցը, սպիտակի դիմացն էլ հարսնակար ռեստորանն է, հեսա դուրս են գալի։ Այս ժամին ինչ է, իքնահող թե ինչ է, այս քանակերը, այդ հարսնակարն է, այս մեկն է կոչվում է ավանգարդ հյուրանոց։ 6-ին 15 է պակաս, մի հատ էլ ես կողմից ցույց տամ, այս որ ծուխ է գալի, այդ հարսնակար ռեստորանն է։ Այս տները այդ Ծարավ աղբյուրի առանձնատներն են։ Այս այդ փողոցով գնացի ցերեկը։ Այս ֆուտբոլի ակադեմիան է, դաշտերն են։ Այս մեկը են պոլիտեխնիկի շենքն է։ Այ հեսա այս շենքը պոլիտեխնիկի աստիճանի նման, որ ասում էի։ Ձախից էլ ճանապարհն է։ Ու ես այստեղի այս առանձնատներն էի։
Այդ շենքի հետևը որ կա։ Իսկ այս բարձրահասակներն է, այս շենքերը, ու այս կողմն էլ կան։ Այդ էլ Ծարավ աղբյուրի վերջի շենքերն են։ Այս առջևում էլ Աչարյան փողոցն է։ Իսկ այս մեկն էլ այդ ավանգարդ հյուրանոցը, Արսնակարի դիմացի հիշում եք։ Ու սա էլ ֆուտբոլի ակադեմիայի շենքն է, ես գնալուց մոռացա ցույց տամ։ Ես անեք, այս շենքն է, այս դաշտերն է, ու տրիբունան է երևում։ Սենց պատմություն։ Իսկ մա մի քիչ այդ ռայոնի հետ ծանոթացեք, որտև այս ռայոնը աչքի առաջ աճում է ու լրիվ նոր է ինքը։ Ասանց 22-ը։ Ստեղ մի քիչ հով էր, դրա համար եկանք։ Հիմա արդեն հովացավ, գնանք թափառենք։ Ես էլ Մոսկովսկիով մոտեցանք Մաշտոցի հետ Խաչմերուկին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես էլ Մոսկովսկին են անցնում, են Մաշտոցն է։ Ամեն շատ դուր է կանա, բայց աղմուկ է բերում։ Էդ է վատը։ Ես էլ եմ Մաշտոցը։ Ստեղ էլ ժամացույց է։ Հեսա ցույց տա։ Ու ինչ, անչերը, ահա, ասանց կես։ Սենց մթություն։ Ստեղ հանգել ենք, չենք կարում շարժվենք։ 11-ին 10 է պակաս։ Ես Սայատնովա դպրոցն է։ Հով է շատ էստեղ, դրա համար ենք անում։ Այդքան հով չի, բայց քամի է, Չէ, հով է։ հա։ Բայց մութ է։ Հիմա էս է։ Պայմանները։ Շարժվում ենք դեպի կինոնայրի։ Այս Մաշտոցն է, այնտեղ կինոնայրին է։ Գնացինք։ Այս էլ դիմացի մայթն է։ Մինչև Սարոյանի արձան։ Ես էլ գյոզալ սկվազնյաչոկը սարքել են լուլու լյուքս։ Ես էլ Մաշտոցն են անցնում, սաղ արտասահմանցի են։ Կինոնայրին մենակ տաշիր պիցան է լուսավորած, մնացածը սաղ մթի մեջ է։
Ես էլ ջազվե կաֆեի ներսն եմ։ Ես այն կոմից ցույց տամ կաֆե։ Այս ամբուտքը կինոնայրի դեմն է։ Ստեղ էլ Beer Academy է, հա։ Ես էլ ակադեմիկները նստած գարետ ջուր են վայելում։ Ընդեղ էլ արդեն էլի Մոսկովսկի լիճն է։ Այն մեքենան է, որ գնում է Մոսկովսկին է։ Ստեղ էլ լույսը սարքչացնում է։ Էս էլ Մոսկովյանը Իսահակյանի կողմից մոտեցանք։ Էս էլ Իսահակյան փողոցը։ Ժամը 11-ն է։ Հատ էլ ես կետից նկարեմ Մոսկովյան լիճը ու հրաժեշտ տանք։ Լավ մնաք, ստեսուն ձեզ։